Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Հետևելով քաղաքական լրահոսի թոփ թեմաներին, վստահ եմ արձանագրել եք, որ օրը մի քանի անգամ իրավապահ մարմինների կողմից հաղորդագրություններ են տարածվում ընտրապայքարին հայտ ներկայացրած քաղաքական ուժերից մեկի ուժեղ Հայաստանի կողմից ենթադրյալ կաշառք բաժանելու հետ կապված։ Պարոն Մեհրաբյան, այս գործողությունները ընտրակաշառք բաժանել ընտրություններից առաջ ձեր դիտարկմամբ ինչի մասին է վկայում։ Վկայում է այն մասին, որ ուժեղ Հայաստանը թվացial ուժեղ է, այլապես չէր դիմի քրեորեն հետապնդելի արարքի ընտրակաշառքի մեթոդի կիրառմանը։ Շնորհակալություն հարցի համար։ Ես առաջերտին ուզում եմ նշել, թե այդ ինչ որ մենք տեսնում ենք ամենօրյա այս մեր ոստիկանների աշխատանքը, թե ինչ է կատարվում, թե ինչ կարգի, ինչ մասշտաբների է հասնում այդ գումարների բաժանումը, պարզապես սա շարունակական է լինելու, որովհետև այս մարդիկ, ովքեր մտել են ընտրապայքարի մեջ, իրանք ուրիշ տարբերակ չունեն։ Իրանք ժողովրդի կողմից չընդունված մարդիկ են, հասկանում եք, այն մարդիկ են եկել ու խոսում են այն բաների մասին, որոնք երկար տարիներ այս երկիրը քանդել են։ Հիմա եկել են, խոսում են ինչ-որ թե մեր աշխատանքն են փորձում քննադատել, չնայելով իրանց տարիներին կառավարած, իրանց տարիների կատարած աշխատանքը։ Այո, սա ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կողմից ստեղծված այս ուժը, ուժեղ Հայաստան, ինքը ամեն գնով բառից բուն իմաստով ֆինանսական մեծ հնարավորություններ է, իսկ մեծ ֆինանսներ է բաժանում, բայց պարզապես ամեն ինչը իրանք չեն հասնելու իրենց նպատակին, մեր ժողովուրդը շատ գիտակից ժողովուրդ է, եւ մենք հունիսի 7-ին կֆիքսենք եւս մեկ անգամ ժողովրդի հաղթանակը։ Այսինքն այս մասով ես այդքան չեմ անհանգստանում, նաեւ առիթից օգտվելով ես կուզենայի իմ ընկերներին, մեր հայրենակիցներին, ովքեր ապրում են Ռուսաստանում, խնդրել հետեւյալը, որ չգնալ որևիցե գործարքի այն մարդկանց հետ, ովքեր փորձում են իրանց գումարների միջոցներով բերել Հայաստան, որպեսզի Հայաստանում իրանք կատարեն քվեարկություն, մենք զգոն ենք, խնդրում եմ իրանք այս ամեն ինչը լսեն, մենք պարզա նաև ունենք որոշակի տեղեկատվություն, մարդիկ զանգում են որպես падգամավոր, մեզ դրսից տալիս են նաև որոշակի մարդկանց անուններ, ովքեր են զբաղվում դրանով, ինչ ցուցակներ են կազմում ու ինչ նպատակներ ունեն, պարզը մենք այդ ամեն ինչը փորձում ենք հավաքագրել եւ կփոխանցենք համապատասխան ուժերին, որպեսզի այդ մարդկանց մասով զբաղվեն, այսինքն այս չկայացած ուժը, որը ինչպես ասում ենք, եռագլուխ է, թալանի մի հատ ուժը, բաղկացած է հին նախկին թալանչիներից, ովքեր ուզում են նորից վերարտադրվեն ու ուզում են նորից այս երկիրը փրկեն։ Մենք փրկվել ենք, ժողովուրդը փրկվել է իրանցից 18 թվականին եւ նորից հունիսի 7-ին կհաստատենք եւս մեկ անգամ մեր ժողովրդի հաղթանակը։ Սամվել Կարապետյանը օրինակ ձեզ կառարկեր, կասեր մենք գալիս ենք ոչ միայն փրկելու, այլ ժողովրդին հարստացնելու, որովհետեւ գործող իշխանությունը պետական միջոցները, բյուջեի փողերը լցնում են գրպանները, իսկ իրենք կուշտ, տեսած, հարուստ մարդիկ են եւ գալու են եւ մտածեն ժողովրդի մասին։ Դե տեսեք, բազմաթիվ կառույցներ ունի այդ ձեր նշած անձնավորությունը եւ վարձակալությամբ տարածքներ է տալի այդ մարդկանց, թող վարձակալության գումարները մարդկանց գիտեք հայտարարի, որ օրինակ, չգիտեմ, տաշիրը կամ դալման վաղվանից կամ չգիտեմ, այլ երբեք ժողովուրդ ջան իմացեք, որ վաղվանից էլ ոչ մի վճարումներ չեք անում, ես եկել եմ ձեզ օգնեմ այս վիճակից հեքիաթներ է, սա հեքիաթների ժանրից է, ու ասեմ մեր ժողովուրդը, հայ ժողովուրդը շատ գիտակից ժողովուրդ է, հասկանում եք, մենք արդեն նմանատիպ այս բանից 21 թվականին էլ անցանք, այսինքն իրանք շանսեր չունեն, իրանք փորձում են ամեն ինչ անել, տեսնում ենք էլի իրանց այն մարդիկ, այն էլիտան, ում են իրանք ներգրավել այս ամեն ինչի գումար բաժանելու մեջ, ինչ որ հոպարի տղա, հոպարի գանձ, ինչ որ մարդիկ են, որոնք պարզա իրանք իրանց
տեղը կգտնեն ոչ նորմատիվային բառապաշարով էլ միմյանց դիմելու, այսպես հեգնածաղրական, որը մարդկանց ժեխ ասելով, մարդկանց, չգիտեմ, շուն ու շանգյալ ասելով, ու այս մարդիկ ուզում են ինչ-որ նորից գան այս երկիրը ղեկավարեն, իհարկե չի լինելու այդ ձև բան, ժողովուրդը չի թույլ տա նման բան։ Պարոն Մեհրաբյան, նկատած կլինեք, որ վերջին 2 օրերին ինտենսիվորեն նորից շրջանառվում է մի կեղծ մանիպուլյատիվ թեզ, ընդ որում Սամվել Կարապետյանը երեք լրագրողների հետ հանդիպման ժամանակ էլ դրեց այդ թեզը շրջանառության մեջ, խոսքը 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու մասին է։ Ձեր դիտարկմամբ այս կեղծ թեզիսը հիմա շրջանառելով ընդդիմությունն է իդեմս Սամվել Կարապետյանի ում հանձնարարությունն է կատարում։ Տեսեք, բարձա շատ լուրջ թիմ է աշխատում իրանց այս հակակ քարոզչության մասով ու այս մենք անդադ խոսում ենք կիբեր այդ հարցակումների, սա էլ է մի տեսակ, սա էլ է մի տենց հիբրիդային, այո, հիբրիդային տենց էլ ինչ որ մի նոր թեզ է, հիմար թեզ է, ու նման բան գոյություն չունի, ես ժողովրդին ուզում եմ տեղեկացնել, որ տենց բան գոյություն չունի, ու չկա տենց բան ընդհանրապես։ Վարչապետն էլ այսօր։ Հա, տենց հարց ընդհանրապես չի քննարկվում։ Ասում եմ մարդիկ ֆանտազիայի դաշտում են, խոսում են այն ինչ որ իրանց ուղեղը փչում է ու բարձրයි դրա մեջ ոչ մի իրականություն չկա, ժողովուրդը դա հասկանում է, չի կարող նման բան լինել։ Այսինքն սա նախընտրական յուրօրինակ ահաբեկչական ակտ է։ Սա եւս մեկ ապատերեկատվություն է մեր ժողովրդին, որպեսզի փորձեն ժողովրդին ինչ որ մի ձև իրանց կարծիքը փոխեն, բայց նման բան գոյություն չունի, ժողովուրդը թող մեր հանգիստ լինի, ամեն ինչ նորմալ է։ Քանի որ top թեման ուժեղ Հայաստանն է, եւս մեկ հարց, Սամվել Կարապետյանը նախորդին բաց տեքստով ընդունեց, որ փաստորեն չի բացառվում հետընտրական գործակցությունը Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական դաշինքի, նաև Գագիկ Ծառուկյանի հետ, ասաց, որ ով որ շատ ձայն հավաքի ըստ միջազգային ընդունված նորմի, նրան էլ, այսպես ասած, կմիանան ավելի քիչ ձայն հավաքած քաղաքական ուժերը։ Դուք մտավախություն չունեք, պարոն Մեհրաբյան, որ այս 3 քաղաքական ուժերը հնարավոր է կոալիցիա ձևավորեն, չնայած հիմա կարծեք թե փորձում են տարանջատվել միմյանցից եւ ստանձնեն իշխանությունը։ Տեսեք, ես մի ժամանակ ասել եմ, նորից եմ ուզում ասեմ, այս 3 հոգի, այս մարդկանց խումբը, որ ձևավորվել է Ռուսաստանի կողմից։ Անգամ ես ասել եմ, սա նվեր է մեր ժողովրդին, հա, ուժեղ Հայաստան, բացում ես մեջը Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Ծառուկյան, մի նոր Սամվելը, այսինքն ստեղ միանալ կամ չմիանալու բան հարց չկա, սա ընդհանուր մի գաղափար, այսինքն իրանք իրար հետ են, այսինքն կմիանան թե չեն միանա, դա այդքան էլ էական չի, իրանք ի սկզբանե էլ միացած են եղել։ Պարզապես սահմանադրական առումով այո։ Փորձեն, մենք ասում եմ, մեր ժողովրդին ուզում են փորձեն հասկացնեն, որ գիտեք ինչ կա, մենք առանձին ուժեր ենք, մենք ընդհանրապես կապ չունենք, այդ մարդը չի կարող հասկանա, որ գիտեք ինչ կա, դու օրենքով չես կարող լինել վարչապետ։ Անընդհատ խոսալ, որ ինքը ղեկավարելու է, ինքը էս անելու, ինքը այն անել, այսինքն ինքը օրենքը թույլ չի տալի, բայց ինքը հանդը դրա մասին խոսում է, պարզ է, որ իրանք փորձելու են ի վերջո կմիանան, բայց այդ միանալը ոչ մի բան չի տալու իրանք պարտվելու են ամսի 7-ին, ես վստահ եմ մեր ժողովրդին, մեր ժողովուրդը շատ գիտակից ժողովուրդ է, իրանք ամեն ինչ հասկանում են, ու այս հազարավոր կեղծ էջեր ստեղծելով, ինչ որ մարդկանց փորձելով գումարներով բերել ընտրատեղամասեր, որպեսզի իրանք իրանց ձեն տան, դա իրանց մոտ չի լինելու ու չի հասնելու, այդ դրա համար էլ իրանք ամեն բան փորձում են, սկսում են հետո կեղծ լուրեր տարածեն, այսինքն մենք այսօրվա դրությամբ այսինքն դուրս ենք եկել ամսի 7 քարոզը կսկսվի, մի քանի կուսակցությունների հետ ենք մենք պայքարել, որը մեր համար, իրանք մեր ժողովրդի համար իրանք ոչ մի բան են, իրանք անցած էտապ է, ասենց ասեմ, որը մենք երբեք չենք ուզենա նորից գանք հետ այդ կյանքով ապրենք,
որը ապրել ենք իրանց ժամանակ։ Իսկ յետընտրական զարգացումներ կանխատեսում եք, պարոն Մեհրաբյան, եթե չվերցնեն իշխանությունը կամ իրենց սցենարով չձևավորվի խորհրդարանը, հետընտրական հուզումներ, չգիտեմ, հանրահավաքներ, Հայաստանը անցել է, չէ՞, նման հետընտրական ցուցումների։ Կարևոր բան կա այս ընտրակաշառքի հետ կապված, բաժանելու հետ կապված, այս մարդիկ իշխանության ժամանակ նույն ընտրակաշառքները բաժանում էին։ Բայց այստեղ տարբերությունը ինչումն է։ Այդ ընտրակաշառքը բաժանում էին, մարդիկ գալիս էին իրանց ընտրում էին, ոչ մի քրեական գործ, ոչ ոքին չէին բռնում, ոչ ոքին չէին դատում, այսինքն մարդկանց ուղակի ֆինանսներ էին տալի, վերջում իրանց ասած ինչ թիվ ուզում, այդ թիվն էլ գրում էին։ Հասկանում եք, հիմա հետևյալն է, այս մարդիկ այդ նույն իրանց այդ հին բաների տակ ընկած մեթոդներով եկել են ուզում են կիրառել մի պետությունում, որտեղ օրենքը եւ ժողովուրդը դա առաջնայինն է, ուզում են նորից ինչ-որ այդ բաներն անեն, բարձա ընտրություններից հետո իրանք փորձելու են ինչ-որ այտենց էլի իրանց այդ հավաքներն անեն, որը շատ շուտ կմարի, չկա իրանց յետևում ժողովուրդ։ Եկեք ստա ֆիքսենք։ Դա կարա լինի խնդրահարույց այն ժամանակ, երբ որ ձեր յետևում կա հսկայական ժողովուրդ, որ ժողովուրդը ձեր յետևից գալիս է։ Կարծում եք չկա նրանց յետևից Եթե իրանց մոտ ժողովուրդ լիներ, իրանք վաղուց այդ ամեն ինչը սկսել էին։ Դեռ 3 կամ 3 չառաջի օրը։ Չկա նման բան։ Չկան այն մարդիկ չեն վստահում իրենց, հասկանում եք։ Անընդհատ գնալ այս քաղաք, այն շրջան, այն մարզ գնալ հետներ այդ ինչքան մի 1000 ավտոբուս ունեն երևի, այդ ավտոբուսներով գնում գալիս են, ցույց են տալի, չկա։ Ասեմ, եթե իրանք իմանային, որ իրանց ետևում կանգնած է հսկայական հայ ժողովուրդ իրանց հետևից կանգնած է, իրանք չեն սպասի ընտրություններին։ Իսկ ձեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության ետևից եկող ժողովրդի մասին ինչ կասեք։ Ձեզ սատարող ժողովրդի թիվը, քաղաքացիների թիվը արդյոք բավարար է, որ դուք սահմանադրական մեծամասնություն։ Ես չեմ ուզում ինչ-որ վերլուծական ինչ-որ բաներ ասեմ, ընտրությունները ցույց կտան, բայց ես մի բան կարող եմ ասել, որ մեր իշխող թիմը ամեն ինչ արել է մեր ժողովրդի համար, այն բոլոր խոստումները 2021 թվականին եւ կառավարության մեր այն կետերը, որ մենք խոստացել էինք մեր ժողովրդի համար, մենք փորձել ենք ամեն ինչ անենք, որ դրանք իրականացնել եւ իրականացրել ենք։ Մեր ժողովուրդը գիտակի ժողովուրդ է, ինքը տենում է, ինքը համեմատականը դնում եւ հասկանում է, թե ինչ վիճակ էր 20-25 տարի առաջ, հա, ինչ վիճակ է հիմա։ Բայց այդ ամեն ինչ ժողովուրդը հասկանում է եւ ինքը անելու է ճիշտ ընտրություն։ Քանի որ այո, ձեր գլխավոր օրակարգը խաղաղությունն է, իմ հաջորդ հարցը խաղաղությանն էր առնչվում, խաղաղությունը ժողովրդի կողմից ողջունվում է, թե այնուամենայնիվ անվստահություն կա այդ գործընթացի նկատմամբ, ինչպես ընդդիմությունն է փորձում մատուցել, որ դա մեկ մարդու կամքից կախված խաղաղություն է, իրենք կգան, կբերեն երաշխավորված եւ ուժեղ խաղաղություն։ Տեսեք, մենք խաղաղություն ենք, մենք մեր մոտ արդեն խաղաղություն է։ Իսկն ոնց որ մեր վարչապետն ասում, խաղաղությունը պոզով փոչով չի լինում։ Սահմանում զինվոր չի զոհվում։ Սահմանամերձ շրջաներում մարդիկ հանգիստ պարկում քնում են, ոչ մի կրակոցներ չեն լսում։ Արդեն տեսնում եք, մենք Ադրբեջանի տարածքից Հայաստանի Հանրապետություն գալիս են վառելիք, ցորեն, իսկն մեր օրակարգը դա խաղաղությունն է, ու մենք շարունակում ենք գնալ այդ ճանապարհով։ Ժողովուրդը, մեր հայ ժողովուրդը ու այն հանդիպումները, որ ես ունեցել եմ որպես պատգամավոր սահմանամերձ շրջաններում, ովքեր ուղիղ շփում ունեն սահմանի հետ, այդ մարդիկ ամենաերջանիկ մարդիկ են այսօրվա դրությամբ, որ խաղաղություն է եկել։ Ստվերելու նպատակով են ասում, որ կբերենք երաշխավորված խաղաղությունը։ Ինչի մասին, ով է բերելու երաշխավոր։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանն է ասում, Սամվել Կարապետյանն էլ կրկնում է։ Տեսեք, իրանց ոնց հասկանում եմ, իրանց երաշխավորողը Ռուսաստանի Դաշնությունն է, տեսանք էլի Ռուսաստանի Դաշնությունը ինչ արեց 2020 թվականին, ինչի մասին է խոսքը, ինչ երաշխավոր։ Այս մարդիկ գալիս են, իրանց թիմում էլ մարդիկ կան, որոնք բացահայտ կանգնում ու հայտարարում են, որ երբ որ մենք գանք կղեկավարենք Հայաստանի Հանրապետությունը, պատերազմելու ենք։
ում հետ իրանք է չգիտեն։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Մեհրաբյան։ Ես լավ շնորհակալ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։